Էջմիածնի ՔՊԱ-ական քաղաքապետի Սկեսրայրի գազալցակայանը, որտեղ 2 օր առաջ սպանություն է եղել, դեռ է։ Արտիմետ խճուղի մեկ հասցեում մարտի 22-ին հնչած մահացու կրակոցների մասին քաղաքում շատերը այս առավոտ են միայն իմացել, այդպես են ասում։ Կրիմինալ քաղաքների բնակիչներին բնորոշ զգուշավորություն է։ Ես առավոտյան եմ իմացել, որ եկան ոստիկաններ կային, սաղ ինձ են հարցնում, բանոտները, որ ես մոդիկ եմ, ստե չեմ եղել ճիշտն ասած։ Շոֆերներն եկան, ասին լենթը կապած, ասին ինչ ա էլի։ Հետո իմացանք, ասին ինչ-որ մարդ են խփել։ Կրակոցների զոհը 36-ամյա Արթուր Պարոնյանն է Էջմիածնից, ընտանիքի հայր։ Ասացին ով այլ է, չճանաչեցի։ Սպանության համար կասկածվողը Էջմիածնում հայտնի է Ճապ մականունով, ըստ տեղացիների խոսքը 33-ամյա Կարեն Բադալյանի մասին է, նա մեկ դուստր ունի, կինը երեխայի է սպասում։ Քննչական կոմիտեն կասկածյալի ինքնությունը չի բացահայտում, հայտնում է միայն, որ 1 հոգու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով։ Արդյոք իրավապահներին հաջողվել է հայտնաբերել սպանության ենթադրյալ հեղինակին։ Ոչ ներքին գործերի նախարարությունը, ոչ քննչական կոմիտեն լրացուցիչ տեղեկություն չեն հայտնում։ Ասում են ինչ-որ հիվա բան ունի, շեղում ունի այդ տղան խփողը, տենց էին ասում։ Հիմա ով մեկի սպանված մեն տենց, երեք լսեցին զարմացած մնացին։ Էջմիածինցիների պատմելով ինչ-որ ռազմորկա է եղել գազալցակայանում, ուրբաթ, լույս շաբաթ գիշերը այնտեղ մի քանի տղամարդ թունդ վիճել են։ Վեճի ամենաթեժ պահին կրակոց է հնչել։ 36-ամյա Արթուր Պարոնյանին հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Ասա ջահել տղա է, ինչի եք սպանում, իրար հասկանայիք։ Ողբերգական օրվա մանրամասները պարզելուն կարող էին օգնել գազալցակայանի տեսահսկման սարքերի ձայնագրությունները, սակայն լցակայանի աշխատակիցները պնդում են, թե տեսախցիկները մի քանի ամիս է չեն աշխատում։ Հետք պարբերականի աղբյուրների տեղեկացմամբ սպանվածը Արթուր Պարոնյանը մի քանի ամիս առաջ վիճել է Էջմիածնի ՔՊԱ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու, ավականու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր է թողել։ Ողբերգական ավարտ ունեցած վեճի մասնակիցները ինչին հաշիվներ են ունեցել, դրանց հետ ինչ կապ ունեն Էջմիածնի քաղաքապետի ամուսինն ու Սկեսրայրը։ Քաղաքապետ Դիանա Գասպարյանը հրաժարվում է որևէ կերպ արձագանքել կրիմինալ պատմությանը։ Նրա խոսնակն ասում է, տիկին քաղաքապետը վաղուց հարցազրույցներ չի տալիս։ Ես պետք է լավ լուրեր լսեմ, որովհետև դրսում ես միշտ մեր հայ ազգին կողքին եմ կանգնած եղել, գովել եմ, ասել եմ, բայց Ցես բաներ որ լսեք, դա սխալ է։ Վերջին մեկ ամսում մամուլին հայտնի է դարձել Հայաստանում կատարված առնվազն 7 աղմկոտ սպանության մասին։ Աննա Գյուլնազարյան, Միլենա Պողոսյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։